առաջնորդվելով ձեր մատնանշած թեմատիկ պատկերացումներով, պարոն Սուրենյանց, առանձնացրել եմ 3 բլոկ իմ խոսքը կառուցելու, մեկը վերաբերում էր խաղաղություն թե պատերազմ, այսինքն այդ առաջադրվող երկընտրանքը, մյուսը արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների հնարավոր բնակեցում Հայաստանում եւ երրորդը թրիփ դրա հնարավոր ճակատագիրը։ Առաջինի իմաստով ես կարծում եմ, որ իսկապես այլընտրանքի հնարավորություն կա հիմա, որովհետև պատերազմական ուժը, որը մեր երկրին բերել է պատերազմ, դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Նրանք պաշտոնավարել են Հայաստանում մոտավորապես հիմա պաշտոնավարում են 8-րդ տարին, 7 տարի, եւ Հայաստանում այդ ժամանակահատվածում եղել է 7 պատերազմ։ Ես կարող եմ ամսաթվերով ասել, նաև հեռուստադիտողների հիշողությունը թարմացնելու համար, 2020 թվականի հուլիս, տաղուշ, լայնածավալ պատերազմ եւ ընդամենը մեկ դիրքի պահպանությունը որպես քաջագործություն ներկայացնելով, հետագայում ինքը 24 թվականին այդ նույն տարածքից 4 գյուղ հարակից տարածքներով, ուղղակի ականազերծումով հանձնել է թշնամուն։ 2020 թվականի 44 օրյա պատերազմ, որը եղել է Արցախյան տարեգրության ամենածավալուն ռազմական գործողությունները եւ ամենածանր ողբերգական հետևանքներով բոլոր իմաստներով։ 2021 թվական Գեղարքունիքի մարզ շորժայողությամբ ադրբեջանական ներխուժում։ Դա բավականին ծավալուն ռազմական գործողություններ էին, որտեղ մենք ունեցանք եւ զինվորական անձնակազմի եւ տարածքի զգալի կորուստներ։ 2021 թվական Սև լիճ, Սյունիքի մարզ, 2021 թվական Իշխանասար, 2022 թվական պայմանականորեն ասում են ջերմուկ պատերազմը, բայց դա ընդգրկում էր 3 մարզեր՝ Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, լայնածավալ գործողություններ, թշնամու առաջխաղացում առաջնային դիրքերում։ 2023 թվական Արցախ, այդ 10 ամսվա շրջափակումից հետո մեկօրյա պատերազմ, որը հանգեցրեց Արցախի ամբողջական հայաթափման։ 7 ակտիվ պատերազմ են ունեցել, բոլորն էլ կորստաբեր իրաց պաշտոնավարման շրջանում։ Հիմա այդ մարդիկ, ովքեր մեր երկրին բերել են 7 պատերազմի 7 տարում, ասում են մենք խաղաղություն ենք բերում։ Եվ մյուս բոլոր քաղաքական ուժերին անվանում են պատերազմի կուսակցություններ, իրենք դիրքավորվել են խաղաղություն բերողի դաշտում, երբ որ իրանք պատերազմ բերողն են։ Ես սման աբսուրդ ուղղակի ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել ու հասկանալ։ Այսինքն եւ այն ինչ որ ներկայացվեց, ես ամբողջությամբ եմ կիսում Նահապետյանի ասածները, որ հիմա գալով հաջորդ թեմային, Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցումը դա պատերազմ հրահրելու Հայաստանի ներսում։ Եվ շատ բաներ կա, որ Նահապետյանը ներկայացրեց իբրև ենթադրություն, բայց ես կարող եմ դրանց վերաբերյալ Ալիևի ուղիղ խոսքի մեջ բերումներ անել։ Որ ասում եմ, եթե ադրբեջանցիներն եկան այստեղ բնակվելու եւ կոնֆլիկտներ առաջացավ հայերի հետ, բերելով այդ արաբներն Իսրայելը, Ալիևը այդ լուծումը տվել է, պարոն Նահապետյան։ Ասում եմ, որ Հայաստանի տարածքում վերաբնակեցվող ադրբեջանցիների անվտանգությունը պետք է ապահովեն Ադրբեջանի համար բարեկամական երկրների ուժեր։ Նրանց անվտանգ, այսինքն Ադրբեջանի համար բարեկամ երկիր, ճիշտ ասած, ես Թուրքիայից բացի ոչ մեկին հենց որ չեմ պատկերացնում։ Նույնիսկ տարածաշրջանում ակնհայտ։ Ու նաև դրա համար, անկեղծ ասեմ ձեզ, պայմանագրա իրավական հիմքն էլ է ձևավորվել։ Մի քիչ ոնց որ երկար ժամանակ է, բեզնից ոչ ոք չի խոսում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության մասին։ Այդ առաքելության մեջ կարճ ժամանակ անց առաքելության մեկնարկից մի հատ շատ յուրահատուկ քաղաքական որոշում կայացվեց։ Առաքելության մեջ ընդգրկվեցին երկուական դիտորդներ Եվրոպական միության անդամ չհանդիսացող ՆԱՏՕ-ի անդամ երկրներից՝ Կանադա եւ Նորվեգիա։ Բարձր չէ, որ այդ կանադացի երկու դիտորդի կարիքը որպես անձնակազմ չկար, ցանկացած այլ երկրից եւս երկու դիտորդ անհրաժեշտության դեպքում կարող էր ներգրավել։
Պարզավոր Եվրամիությունը ֆինանսական ճգնաժամի առաջ չէր կանգնած, որ երկու մարդ չէին կարող պահեն, որ Կանադայի կառավարությունը հոգ տանի երկու հոգու։ Իսկ քաղաքական որոշումը, որ Եվրոպական միության առաքելության մեջ կարող է լինել նաև ԵՄ անդամ չհանդիսացող, ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկիր։ Իսկ էլ որ երկիրն է, որ ԵՄ անդամ չի, բայց ՆԱՏՕ-ի անդամ է։ Ես էլ եմ կարծում, որ դա Թուրքիան է։ Այսինքն այդ նախադեպի ստեղծումը նպատակ ուներ դա անելու, իսկ մի ուրիշ որոշում էլ կայացվեց, ընդ որում շատ արագ, ռեկորդային, ընդ որում այդ կարգի համաձայնագրերը սահմանադրական դատարանում, չգիտես ինչի, այդ մի Եվրամիության համաձայնագիրը ՍԴ-ի պատմության մեջ ռեկորդային արագությամբ ա եղել, որ ՍԴ-ն մուտք անում միջազգային պայմանագիր ու կարծեմ 4 օր հետո տալիս է որոշում, որ դա համապատասխանությունը սահմանադրության ու ազգաժողովը անմիջապես վավերացնում է, դա Եվրամիության քաղաքացիական առաքելությանը վերաբերող պայմանագիրն էր, որին տրվեց միջազգային կազմակերպության, այսինքն դիվանագիտական ներկայացության կարգավիճակ, որով ԵՄ բոլոր դիտորդները ստացան դիվանագետի կարգավիճակ, ունեն անձեռնմխելիություն, նրանց պատկանող տրանսպորտային միջոցները ըստ այդ համաձայնագրի, որը ոչ միայն ավտոտրանսպորտային միջոցներ են, այլև կարան ունենան օդային փոխադրամիջոցներ, այսինքն նաև ուղղաթիռներ Հայաստանի տարածքում, նրանք չեն վերահսկվում, նրանց կողմից ներմուծվող, նրանց կողմից արտահանվող այդ կազմակերպության ապրանքները ոչ միայն չեն մաքսազերծում, այլև մաքսային ստուգման չեն անցնում։ Եթե նրանք դիվանագետներ են, կատարում են որոշակի որևէ գործողություն, նրանք քրեական հետապնդման չեն ենթարկվում, որտեղ անձեռնմխելիությունը դա է ենթադրում, եւ ազատված են բոլոր տեսակի հարկերից։ Իսկ Եվրամիության դիտորդական առաքելության կազմով է որոշում Բրյուսել, այսինքն եթե հիմա վաղը որոշվի, որ այդ առաքելության մեջ պետք է ընդգրկվեն եւս 2000 դիտորդներ եւ 2000-ներ Թուրքիայից, դրա իրավական հիմքերը ըստ էության ստեղծվել է արդեն։ Եվ այդ ես կարծում եմ, որ այդ նպատակով, որովհետև այդ մարդիկ հիմա ուրիշ զբաղմունք չունեն, ու ինձ որոշ տեղեկություններ են հասնում, մասնավորապես իմ հայրենի Վայոց ձորից, որ երբեմն նրանք շրջագայում են տարբեր գյուղեր, ոչ սահմանային, եւ ասենք ճշտում են, թե որտեղ են ապրել ադրբեջանցիներ, որ գյուղում։ Որ տներում են ապրել, այդ տունը կա թե չկա, քանի քառակուսի մակերեսա։ Հիմա ասենք, եթե օրինակ Ջերմուկ քաղաքում ապրել են ժամանակին ադրբեջանցիներ, հիմա այդ տները, ընդ որում ի տարբերություն առանձնատների, բազմաբնակարանային շենքերը, այնտեղ խորհրդային ժամանակ, որ իրանք գնացել են, դեռ սեփականաշնորհում չէր եղել։ Այսինքն դրանք համարվել են պետական բնակարանային ֆոնդ։ Ու քանի որ սեփականաշնորհում չի եղել, իրանքի խորհրդային միության քաղաքացի են եղել, այդ ֆոնդի նկատմամբ իրանք իրավունքներ ունեն որոշակի։ Հիմա ասենք, թե եթե նրանք բերեն նրանց Ջերմուկում բնակեցնելու, ենթադրենք, ու այդ տներում արդեն սեփականության վկայականով պատկանում այլ մարդկանց, ոչինչ, մեծ խնդիր չի, պարոն Ապետյան։ Եվրոպական միությունը, ես կարծում եմ, շատ շուտ կտրամադրի դրամական աջակցություն, այնտեղ մի հատ առանձին բնակելի շենքեր կառուցելու համար ադրբեջանցիները, այո, մի հատ թաղամաս ամբողջական։ Պաշտպանված իրավականությունով եւ այլն։ Այո, հատուկ միջոցներով պաշտպանված ու բնակեցում է ձեւ կարվի։ Պարզա չէ, որ եթե նրանք պատկերացնում են ադրբեջանցիների գալը Հայաստան, նրանք պատկերացնում են գետոներով։ Այսինքն որոշակի կոնկրետ բնակավայրերով։ Մի հատ հետաքրքիր բաներ կա, այս վերջերս քննարկում էր կազմակերպված, որը վերաբերում էր այս տարվա ընթացքում դպրոցներ փակելու կառավարության նախաձեռնությանը, պլանավորվում է, որ մոտարապես 220 դպրոցներ պետք է փակվեն հանրապետությունում, հատկապես սահմանամերձ բարձր լեռնային 230 Սահմանամերձ 55 Ընդհանուր առմամբ մոտարապես 230 դպրոց։ Ու ինչն է հետաքրքիր, որ հայերով բնակեցված հիմիկվա սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակում, բայց ես Վայոց ձորը գիտեմ, Վայոց ձորով եմ ասում, էլի։ Չեմ կարծում մյուս մարզերում էլ հետաքրքիր կլինի դա ուսումնասիրել։ Այս նոր դպրոցները, որի իբր սարքում են, որտեղ են սարքում։ Այն գյուղերում, որտեղ մինչև 90-ական թվականները առավելապես ադրբեջանցիներ են բնակեցված։ Օրինակ ասենք հիմա Վայոց ձորում փակում են սահմանամերձ Խնձորուտի, Նորազնաբեր, այնտեղ ասենք Բարձունի դպրոցները, բայց Գոմբ գյուղում, որտեղ բնակչությունը շատ քիչ է, համարը շատ նոր դպրոց են կառուցել։
Գոնքը մինչև այդ բնակ ադրբեջանցիներով է բնակեցված 90-ական թվականին։ Իհարկե դա հին պատմական գյուղ է, նույնը Եղեգնաձորի տարածաշրջանի Եղեգիս գյուղում։ Այսինքն արդեն նրանք պատկերացնում են իրենց մտքում, որ այդ ադրբեջանցիների հերիք չի որ գալու է, այլ հետներ իրենց համար մեծ դպրոց է սարքում։ Դա պահանջ է, չէ՞։ Ու այս ընթացքում շատ վտանգավոր զարգացումներ են լինում։ Օրինակ մի քանի օր առաջ էր, որ այսպես կոչված քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ Ադրբեջանից եկան Հայաստան։ Սա իրենց երկրորդ այցն էր, մի հատ էլ մի պատվիրակություն Հայաստանից է գնացել։ Դե պարզ է, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտ ներկայացուցիչ, այտենց կենթանատեսակ Ադրբեջանում գոյություն չունի։ Այսինքն դե կարան լինեն հազվագյուտ այլ կենթանիներ, ասենք օրինակ Բեզուայլյան այց կարան լինի նաև Ադրբեջանում, բայց քաղ հասարակության ներկայացուցիչ կենթանու տեսակ Ադրբեջանում չկա ու օբյեկտիվորեն չի կարա լինի։ Ու պարզում է, որ նրանք ովքեր որ Հայաստանից են ներկայանում, դրանք էլ այդ խմբին չեն պատկանում։ Որովհետև նրանք Հայաստանի հասարակության ոչ մի շերտ չեն ներկայացնում։ Օրինակ ծրագրի համակարգողը Արեգ Քոչինյանն է, որը 18-ից 20 թվականներին եղել է Արմեն Գրիգորյանի հետ անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար, դրանից հետո հիմնել է մի հատ անհասկանալի կազմակերպություն, այդ հայկական պատվիրակության 19 հոգուց 5 այդ կազմակերպությունից են։ Ու նրանք իբր ներկայացնում են հայ հասարակությունը, իհարկե չէ։